Ողջույն, հանրաբազորյա հացի սիրելի ընտանիք։ Կշարունակենք Քրիստոսի երկրորդ մասին խոսիլ, եւ այսօր պիտի խոսենք վերջին սերունդը եւ Տիրոջ դաջարը եկեղեցվո մեջ։ Սիրելիներ, ամեն օրը որ կբացվի, ավելի ու ավելի կհաստատե այն ճշմարտությունը, որ Քրիստոս կանխած էր, երբ տեսնեք այս բոլորը գիծեք, թե մոտ է դռներունքով։ Մենք ավելի չենք կասկածիր, թե վերջին ժամանակներում կապրենք։ Մենք այլևս հաստատ կտեսնենք, թե վերջին սերունդին վերջին տարիներն են։ Մարգարեությունը չի սփոփեր մեզ սոսկ աբակայի գծակրությամբ, այլ նաև զարտեցման ահազանգ մնե այս պահում։ Այլևս ժամանակ չկա նվազություններու, երկմտություններու և լրության համար։ Բայց ինչպես դերը պիտի տադե ասկերը և անարտար աշխարը նույն սրբությամբ պիտի սկսի իր տանը, եկեղեցվո դատաստանը։ Ինչպես կսե առաջին Պետրոս 4:17, դատաստանը Աստուծո դունեն պիտի սկսի։ Եվ ահա սիրելիներ, այսօր ոչ միայն աշխարհի մեջ կան նշաններ, արև, լուսին, ասկերու մեջ եւ այլն, այլ նաև եկեղեցվո մեջ կան մութ երևույթներ, որ մեր Տիրոջ սիրտը կխոցեն։ Եկեք սկսենք վերադեսությամբ ու ճշմարտությամբ։ Սիրելի եղբայրներ եւ քույրերի Քրիստոս, վերջին տարիներուն մեր աչքերուն առաջ կբացվի տեսարանը, որ մարգարեներուն քրքերը գարձես կենթանություն ստացած ըլլան։ Ինչ որ սրբազան գիրքեն կարդացած էինք, այսօր կտեսնենք նորություններու մեջ, հրապարակներու վրա, եկեղեցիներու մեջ եւ հարագից վիճակներու մեջ։ Քրիստոս իր աշակերտներուն ասավ. երբ տեսնեք, որ թզենի ջյուղը հապուկ կդառնա եւ դերևները գծլին, գիտեք թե ամառը մոտ է։ Նմանապես երբ տեսնեք այս բոլոր նշանները, գիտեք թե ժամանակը մոտեցած է։ Մատթեոս 24:32-35։ Ուսիտի այսօր կուզեմ ցեզի փոխանցել ոչ միայն մարգարեական թիդարգում աշխարհի մասին, այլ մարգարեական ահազանգը եկեղեցվո մասին, որովհետև եթե վերջը մոտ է, ապա Տիրոջ դատաստանը պիտի սկսի այնտեղ, ուր պետք է լույս ըլլար, բայց խավար կա։ Սուրբ գրային նախադիպով եկեղեցին պետք է ըլլա մաքուր հարսնացու, որ կպատրաստվի Փեսահի վերադարձին։ Սակայն այսօր շատ մվայրերու մեջ եկեղեցին փոխված է ամուր կառույցիմը, որ իր ներսը կփակե լույսը, իսկ դուրսեն չի վերաջիր իբրև կենդանի մարմին։ Կանոնակիրքը եկեղեցվո դարձած է գերիշխան, կարգը սրբություն, դուխտը հոգևորականության չափանիշ։ Տերը չի փնտրեր շենքերով լեցուն եկեղեցիներ, ան կփնտրե կենդանի, արթուն, սուրբ հոգիով լեցուն հոգիներ, կփնտրե սիրտը, որ սիրով կգոչե, եկուր Տեր Հիսուս։ Ամենամեծ մեղքերեն մեկը սիրելիներ մեր օրերուն եկեղեցվո կողմէ թերացումը մարգարեական ցայն ունենալու մեջ։ Ժողովուրդը կսպասե ուղղություն, կսպասե լույս, իսկ առաջնորդներու լրությունը կգործանե։ Երբ եկեղեցին կլրե անարդարության թեմ, ան կդառնա անոր մասնակից։ Տիրոջ դաջարը պիտի սկսի այնտեղեն, ուր լույսը մարած է, ուր ճշմարտությունը փոխարինված է վախով եւ հարմարվածությամբ, եւ այդ դատաստանը պիտի մաքրե, ինչպես կրակը կմաքրե ոսկին։ Նոյի օրերու նման մարդիկ կապրեին իրենց ընթացքով, շինվեցավ դաբանը, բայց զաղրանքով ընդունվեցավ։ Նոյի մարգարեական ցայնը անդեսվեցավ, բայց ժամին դռները փակվեցան։ Այսօր ալ նույն իրավիճակն է։ Կան Տիրոջ ցայներ, որոնք կհնչեն, բայց կան խուլ ականջներ։
Կան զարթնացուցիչ քարոզներ, բայց կան նաև քնած վիճակներ։ Բայց դռներուն ժամանակը մոտեցած է, եւ երբ անփակվի, ուշ պիտի ելա։ Եկեղեցին չի վերածնվիր բյուջեներով կամ նոր ծրագիրներով։ Վերածնունդը գուկա միայն անգեղծ ապաշխարությամբ։ Երբ մենք իբրև ժողովուրդ, իբրև համայնք, իբրև երկիր անցնաբես կընտրենք խոնարհվիլ եւ ընդունիլ մեր մեղքերը, ավական կսկսի լուսավորվիլ եւ լուսավորել։ Այդ ապաշխարությունը պետք է վերածվի ծառայության։ Կառույցները ոչինչ կարժեն, եթե սովածին հաց չդրվի, փանդարգյալը չայցելվի, միայնակն ու խոցելին չվերագտնվի ընտանիքի չերմությամբ։ Եկեղեցին առանց սրտի գլա սրտամահ։ Սիրեյներ, Տերը չգերդեց եկեղեցին, որբեսի ինքզինք պահպանե, որբես ինքնապահպանման կառույց։ Անզայն գերդեց որբես արքայության թրմփաց, որբես ուղեցույց, որ գմերժե աշխարհիկ մտածերագերբն ու հնազանդի երկնային հրամաններում։ Այսօր եկեղեցին մղված է թուլության թաշտ, ոչ որովհետև թշնամին ուժեղ է, այլ որովհետև հավատացյալները մոռացած են իրենց իսկ կոչումը։ Եկեղեցին սկսած է վախնալ ճշմարտությունը խոսել է, բայց երբ եկեղեցին կլրե, աշխարհը կքորա իր սուտով։ Մեր ժամանակի հրամայականը այս է. վերագտնել մեր հանձնարարությունը ոչ թե եկեղեցականությանը, այլ Հիսուս Քրիստոսին, որովհետև վերջը պիտի չկազմակերպվի մարդկային չանքով, այլ պիտի փրկվի Աստուծո գթությամբ։ Նախկին ժամանակներում մեջ Երբ Սուրբ Քաղաքը գործընծներ իր ուղղությունը, մարգարեմը կբարձրանար Սամվել, Եղիա, Եսայի եւ այլն։ Ուր են այսօրվան մեր մարգարեները։ Ուր են լացող հոգիները, որոնց աղոթքները կփափկեցնեն երկինքը։ Ուր են այն սրտերը, որոնք կուլան ոչ թե անձնական գորուստի համար, այլ Տիրոջ անունին ոտնահարվելուն համար։ Տերը այս սերունդեն կփնտրե ոչ միայն քարոզիչներ, այլ արցունքով հողին թռչողներ, որոնք կաղոթեն եկեղեցվով վերականգնումի համար, ովքեր կխիզախին մնալ ճշմարտության մեջ, նույնիսկ եթե մնան մենակ։ Եկեք հարց տանք մեր անձին, թե այսօր, եթե փողը հնչի, արդյոք պատրաստ ենք դիմավորելու մեր Տերը։ Եկեղեցին պետք է նմանվի հիմար եւ իմաստուն գույսերու արագին։ Չհեռանանք հիշելը, որ Տիրոջ քալուստը հանգարձակի է, եւ միայն պատրաստի սրտերը պիտի ժառանգեն։ Աշխարհիկ շարժումները, պատերազմները, արհեստական հավատքի ցևերը այս բոլորը մեզ չեն պատրաստել։ Մեզ կպատրաստե միայն մեկ բան՝ հոգիով լեցուն ընթացքը, սղճումով, աղոթքով եւ արդարությամբ։ Վերջին ժամանակները պատուհան են արթնալու ապաշխարության եւ նորոգումի, բայց այդ պատուհանը միշտ բաց պիտի չմնա։ Մեր Տերը 76 տարիներ առաջ արտնցուց մարդկությանը ուշադրությունը Իսրայելի վերադառնալով իր հողը։ Այսօր կփնտրե սրտեր, որոնք պիտի վերադառնան իրենց արքայություն։ Թող մենք ըլլանք այդ սերունդը, որ միայն վերջին մասին չի խոսիր, այլ գաբրի վերջին ժամանակներու համար։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը տեսնվելու հույսով կողջունեմ ցեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ցեզ